Երկուամյա Տիգրանի անհետացումը ցնցել է ամբողջ Հայաստանը։ Այսօր, մայիսի 16-ին, վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհետացած երկուամյա փոքրիկի որոնողական աշխատանքները։ Որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր փրկարար ծառայությունից և ոստիկանությունից։ Մասնակցում են հարյուրավոր կամավորներ Հայաստանի տարբեր հատվածներից։ Փոքրիկի որոնողափրկարարական աշխատանքներում փորձել են օգտագործել նաև տիեզերական լուսանկարներ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ փորձել են որոշակի ընկերությունների կողմից տվյալ տեղանքի լուսանկարները վերցնել, վստահ լինելով, որ հնարավոր կլինի գոնե ինչ-որ չափով իդենտիֆիկացնել փոքրիկ Տիգրանի հետ։ Նրա խոսքով, վերջին 7-8 օրերի ընթացքում միջազգային առաջատար ընկերությունների հետ ինտենսիվ աշխատանքներ են իրականացրել։ Ցավոք, վերջին լուսանկարները, որ արվել են տվյալ տեղանքում, ապրիլի 26-ին են թվագրվում, իսկ երեխան անհետացել է մայիսի 4-ից։ Նախարարը նաև նշել էր, որ մանկահասակ երեխաների պարագայում չափազանց բարդ է տիեզերական լուսանկարներով իդենտիֆիկացումը։ Ու մինչ իրավապահներն ու փրկարարները քննարկում ու վերլուծում են բոլոր վարկածները, անում հնարավորն ու անհնարինը, հանրային խոսույթում չեն դադարում էքստրասենսների, պայծառատեսների կողմից առաջ քաշված վարկածների քննարկումները։ Քիչ առաջ սոցցանցի իր էջում նոր հոլովակ է հրապարակել էքստրասենս Վան Հարությունյանը։ Նա նշում է, որ փոքրիկ Տիգրանի հետ կապված իրեն շարունակում են ուղարկել անթիվ նամակներ։ Մտածում են ինքը չի զբաղվել այդ հարցով, ինքն այնտեղ կես ժամ է եղել կամ առհասարակ չի եղել, կամ էլ ինչ-որ PR է արել։ Ես իմ գործը ամեն ինչ թողել եմ, օրեր շարունակ առավոտից երեկո այնտեղ եմ եղել որպես կամավոր, որպես էքստրասենս, մինչև 20 կիլոմետր ուրիշ գյուղերով շրջել եմ։ Ես առաջին վայրկյանից էլ տեսել եմ այդտեղ ինչ է կատարվել, ինչ է եղել, ոնց է եղել։ Ուղղակի այնպիսի բան է կատարվել, որ չես կարող ուղղակի դնես ու հանրայնացնես, որովհետև այն կարող է վնասել ընտանիքին ու ոչ միայն։ Ես ասել եմ, որ կետում ինչ է եղել, որ կետից, որտեղ ինչ տեղափոխություն է եղել, որտեղ են տարել, ինչ վիճակում է, որտեղ է գտնվում ու չի տեղափոխում էր այլևս։ Նրա խոսքով այստեղ պետք է աշխատեն արդեն ոստիկաններն ու փրկարարները և շները, որպեսզի գտնեն փոքրիկ Տիգրանին։ Էքստրասենսը նշում է, որ ինքը ռեալ փորձել է բացատրել իրողությունը։ Նայեք, շատ նամակներ եմ ստանում, կոմենտներ եմ ստանում փոքրիկ Տիգրանի հետ կապված։ Գիտեք, բոլորը մտածում են, որ ես չեմ զբաղվել այդ հարցով, ես այնտեղ կես ժամ եմ եղել կամ չեմ եղել, կամ ինչ-որ PR եմ անում, ժողովուրդ, ես լուրջ մարդ եմ, ես լիքը բարեգործություններ ունեմ արած, ես երբեք չեմ տեղադրել ոչ մի տեսակ վիդեո։ Չվերաբերում է PR-ին, ես չեմ արել ոչ մի տեսակ PR, դրա կարիքը չունեմ, ես շատ մեծ լսարան ունեմ, իմաստ չկա, ես տեղից զբաղված մարդ եմ, ես գործ ամեն ինչ թողել եմ, այս օրեր շարունակ առավոտից երեկոն այդտեղ եղել եմ որպես կամավոր, որպես էքստրասենս, մինչև 20 կիլոմետր կողքի գյուղերով, ուրիշ գյուղերով շրջել եմ։ Ես առաջի վայրկյանից էլ տեսել եմ այդտեղ ինչ է կատարվել, ինչ է եղել, ոնց է եղել։ Ուղղակի տեղն դենց բան է կատարվել, որ չես կարող ուղղակի դնես ու հանրայնացնես, որտեղ այդ կարա վնասի ընտանիքին ու ոչ միայն։ Ես ասել եմ, որ կետում ինչ է եղել, որ կետից որտեղ ինչ տեղափոխություն է եղել, որտեղ են տարել, ոնց է եղել, ինչ վիճակում է, որտեղ է գտնվում ու չի տեղափոխվում էլ այլևս։ Արդեն սա այն վարկածն է իմը, որ ստեղ պետք է աշխատի ոստիկանությունը, փրկարարները, շները, որպեսզի գտնեն։ Մոտարապես ես ռեալ բացատրել եմ ինչ է եղել, ոնց է եղել, իմ աշխատանքը վերջացրել եմ եւ հեռացել եմ եւ ասել եմ, եթե կարիք լինի, ես կգամ զանգեք, այսքան բան։ Հիշեցնենք, որ փոքրիկ Տիգրանի անհետացման դեպքի հետ կապված ավելի վաղ Վան Հարությունյանը ևս հայտնել էր իր տեսակետը։ Նա նշել էր, որ երեխան ողջ է ու շուտով հայտնաբերվելու է։ Այս մութ պատմության մեջ մեկը կա, իրեն եմ փնտրում, ասել էր Վանը, չբացահայտելով իր կանխատեսման բոլոր մանրամասները։ Նա նաև նշել էր, որ կապ է հաստատել օտարերկրյա էքստրասենսների հետ, տրամադրել նրանց երեխայի լուսանկարները, նաև լուսանկարներ տեղանքից, իսկ իրեն փոխանցած պատասխանները ինչ-որ չափով համընկնում են հենց իր առաջ քաշած վարկածի հետ։ Էքստրասենսի խոսքով որոշ ժամանակ
ժամանակ է պետք եւ ինքը ամբողջությամբ կկարողանա հասկանալ տեղի ունեցածը։ Նշենք, որ փոքրիկ Տիգրանի անհետացման հետ կապված իր տեսակետն էր հայտնել նաև պայծառատես Նարինե Մկրտումյանը։ Երբ ծնողն ինձ հաստատեց, ես միանգամից տեսա երեխան ում մոտ է եղել, ով աղմուկը չի լսել, ինչ հանգամանքներում է գտնվել, ես անգամ սեռն եմ նշել էր պայծառատեսը։ Նա պնդում է, որ հենց սկզբից տեսել է երեխան ում մոտ է եղել, ճիշտն ասած մենք ուզում էինք գնալ այդ շրջանը, բայց արգելված էր վերևներից, ես ինչ իրավունք ունեմ գնամ, մտնեմ, տեսնեմ ում մոտ է երեխան։ Տեսնում եմ, բայց չեմ կարող մտնել նրա տունն ու սկսել տեսիլքով, թե այլ կերպ ազատել նրան։ Իսկ թե ովքեր են եղել Տիգրանին պահողները, պայծառատեսը հուշում է, որ դրանք կանայք են, նա վստահ է, որ տեսել է նաև ինչպես են պահել, որտեղ են պահել, սակայն նրա տեղեկությունների տարածումը սահմանափակվել է։ Նա ակնարկել է, որ ավելին ասել չի կարող վերևներից տրված արգելքի պատճառով։ Պայծառատեսը սակայն չի նշում կոնկրետ անուններ կամ հաստատություններ, ակնարկն այն էր, որ իրենք էքստրասենսների խումբը չունեն իրավական կամ ֆիզիկական հնարավորություն միջամտելու առանց համապատասխան հաստատման։ Հիշեցնենք, որ Մարմարիկ գյուղում արդեն 12 օր է չեն գտնում անհետ կորած փոքրիկ Տիգրանին։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ի առավոտյան։ Երեխայի հայրը եւ պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին, աղջկան եւ տղային տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։ Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 4 տարեկան քույրն ասել է, որ իր հետ չէ։ Ծնողները փորձել են ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետնն է ընկել։ Լրատվամիջոցների հետ զրույցում Մարմարիկում անհետ կորած 2 տարեկան Տիգրանի հայրը առավել հավանական է համարում այն տարբերակը, որ երեխային գողացել են, քան թե գետն է քշել տարել։ Հարցին թշնամիներ ունեն, որին կարող են կասկածել, նա բացասական պատասխան էր տվել, ընդգծելով, որ ոչ մի թշնամի էլ չունի, մարդ էլ չկա, որ կկարողանա կասկածել։ Ոնց կարող էր այդ երեխան մոտ 20 րոպե ժամանակահատվածում այնպես անհետանալ, որ թեկուզ մի հոգի տեսած չլինի, հարց է տալիս Տիգրանի հայրն ու այդպես էլ պատասխանը չի գտնում։ Նշենք, որ ավելի վաղ Նյուզեեմի հետ զրույցում առաջին իսկ օրվանից որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված ջրասուզակը պատմում է, որոնումները սկսել են գետի Տիգրանենց տան մոտ գտնվող հատվածից շարունակել մինչև Աղբյուրակ անունով հայտնի լիճը։ Հատվածներ կան, որ արդեն մի քանի անգամ են նայել, սուզվելով մինչև հատակը։ Հավանական, անհավանական բոլոր տեղերում աշխատում են, շորի, կտորի, փոքր կոշիկի, ինչ կա, հանում ենք։ Աշխատանքը բավականին բարդացնում է այն, որ կորածը փոքրիկ է, խնդիրը տեսանելիության մեջ է ու հոսքի, խորը չէ, գետի հոսքը բարդություններ է ստեղծում, բայց հնարավոր ամեն բան անում ենք, տա Աստված հրաշք լինի երեխան ողջ առողջ գտնվի, ասել է նա։ Այս ընթացքում գետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկի ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին։ Արդեն մենք էլ գիտենք, թե երեխան ինչ հագուստով է եղել, բաժանված խմբերով աշխատում ենք տարբեր տեղերում, տարբեր բարդության աշխատանքներ են, ասել է նա։ Նշենք, որ գետն ընկնելուց բացի կան նաև երեխայի կորելու տարբեր վարկածներ, որ գիշատիչն է տարել, գողացել են եւ այլն, սակայն մինչ այս պահը որևէ բան դեռևս հստակեցված չէ։ Հավելենք, որ քննչական կոմիտեն 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առնչությամբ նախաձեռնել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Այն է սպանությունը ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը։